Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը հայտարարել է, որ Լեհաստանը եւ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ պատրաստ են խոցել երկրի օդային տարածքը խախտող ռազմական ինքնաթիռները։ ՆԱՏՕ-ն պատրաստ է խոցել ինքնաթիռները, ասել է Կոսնյակ-Կամիշը, պատասխանելով TVN24 հեռուստաալիքի լրագրողի հարցին։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր որոշում կայացվում է հրամանատարների եւ օդաչուների կողմից, կոնկրետ իրավիճակը քննարկելուց հետո։ Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը շեշտել է, հրամանատարներն իրավունք ունեն որոշումներ կայացնել, որոնք պաշտպանում են Լեհաստանը։ Զինվորականներն իրավունք ունեն որոշումներ կայացնել, նրանց տրվել է կանաչ լույս, ինչպես անօդաչու թռչող սարքերի դեպքում։ Նա հավելել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում 10 զրույց է ունեցել այլ երկրների, այդ թվում Գերմանիայի եւ Նորվեգիայի պաշտպանության նախարարների հետ։ Կա ընդհանուր դիրքորոշում, արձագանքել, զսպել եւ համարձակ որոշումներ կայացնել։ Հենց սա է մեզ պարտավորեցնում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարությունը, ասել է Կոսնյակ-Կամիշը։ Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանն է, մեղրին արդեն հանձնել է։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նա անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյանի, Թրամփի, Ալիևի միջև ստորագրված փաստաթղթին եւ նշել. Հիմա նույն փաստաթուղթ են ստորագրել, որտեղ նույնիսկ եմ կրկնում, ինձ համար անհասկանալի է ինչի է դրված նաև Ալիևի ստորագրությունը։ Դա նշանակում էր, որ ոնց որ Պրագայում հանձնեց Արցախը, հիմա էլ հանձնել է Մեղրին։ Դա այլ սոուսի տակ են ներկայացնում, բայց ըստ էության այդ ամբողջ խնդիրը ուղղված է դրան։ 22 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրեց, թույլ տվեց Ադրբեջանին, ասեց կարաս ընդդեի ժողովրդին ուզում ես մորթի, ուզում ես քերթի, ուզում ես արտաքսի, ուզում ես ցեղասպանի։ Հիմա նույնը լինելու է Մեղրիի հետ։ Ընդդեի ժողովրդին Ադրբեջանը կքերթի, կմորթի, կարտաքսի, ինչ կանի, դա իր անձնական գործն է։ Կպարզվի, որ մի գեղեցիկ ուրիշ որ մի հատ ճանապարհ կա, որը էլի փակում է մեր մուտքը դեպի Մեղրի, դες կարդացեք նույնիսկ ձևակերպումների մեջ դա հստակ նշված է։ Անխոչնդոտ հաղորդակ։ Մենակ անխոչնդոտը չէ, ուրիշ բաներ էլ է գրած, որ Հայաստանը ինչ իրավասություն ունի այդ ճանապարհի։ Դե թույլտվություն ստանա, որ կարողանա ներքին փոխադրում կատարել։ Ումից է թույլտվություն ստանալու, եթե ինքը անկախ, ինքնիշխան, սուվերեն։ Այդ բառակույտը, որ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, դրանք ամենևին կապ չունեն իրականության հետ եւ այն ծրագրի հետ, ինչին իրականացնում է 18 թվականից թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ պետական հեղաշրջում կատարելուց հետո։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավով տեղեկացնում է, որ 63 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Պավլիկ Խարսլյանը։ Խարսլյանը մեծ դեր է ունեցել հայկական բռնցքամարտի զարգացման գործում, նրա սաները բազմիցս հաղթել են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, նվաճելով բարձրակարգ մեդալներ։ Նա երկար տարիներ եղել է նաեւ Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4 միլիարդ եվրոյի նոր տրանշ, որը ձևավորվել է սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից, տեղեկացնում է կառույցի կայքը։ Գումարի կեսը նախատեսվում է օգտագործել անօդաչու սարքերի արտադրության եւ գնումների համար։ Տարվա սկզբից ի վեր Եվրամիության ֆինանսական աջակցության շրջանակում Կիևը արդեն ստացել է 14 միլիարդ եվրո, իսկ ընդհանուր աջակցությունը պատերազմական շրջանից ի վեր հասնում է մոտ 178 միլիարդ եվրոյի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը կողմ է Ռուսաստանի ակտիվների հաշվին Ուկրաինային անտոկոս վարկ տրամադրելուն, որը պետք է վերադարձվի միայն այն դեպքում, եթե Մոսկվան փոխհատուցի Ուկրաինային հասցված վնասը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել էր, որ այսպես կոչված ռեպարացիոն վարկի մի մասը կողմի եվրոպական պաշտպանական գնումներին։ Մասնագետները զգուշացնում են, որ այս սխեման կարող է վանել ներդրողներին, որոնք այն կարող են դիտարկել որպես միջոցների փաստացի բռնագրավում, հաշվի առնելով, որ Ռուսաստանի կողմից փոխհատուցման հավանականությունը ցածր է գնահատվում, հայտնում է Լենտա.ru-ն։ Օդեսայում ջրհեղեղի պատճառով մահացել է 5 հոգանոց ընտանիք, հայտնել է Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Քաղաքում ջրհեղեղի պատճառով մահացել է ընդհանուր առմամբ 9 մարդ, այդ թվում 1 երեխա։
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վերբովոյե բնակավայրը, տեղեկություն հայտում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Գործողությունն իրականացրել է Արևմուտք զորախմբավորումը, որի պատասխանատվության գոտում Ուկրաինան 1 օրում 315 զինծառայող է կորցրել։ Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Գյուտարար Արտաշես Իկոնոմովը այսօր հայտարարել է, որ շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը լինելու է իրենց վարչապետի թեկնածուն։ Շարժման անդամ Գարեգին Միսկարյանի բնորոշմամբ Նինա Կարապետյանցը 25 տարիների ընթացքում աչքի է ընկել արժեքների հավատարմությամբ, համակարգի կողմից ճնշումներին դիմակայելու, դրանց չենթարկվելու գաղափարական սկզբունքայնությամբ։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոտսկին Ռադիո Z-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե դա անհրաժեշտ լինի Լեհաստանի անվտանգության համար։ Իհարկե, ես պատրաստ եմ անել ամեն ինչ Լեհաստանի շահերի համար, ընդգծել է նա։ Նավրոտսկին նաև նշել է, որ ազատ աշխարհում միակ առաջնորդը, ով իրականում կարող է բանակցել Պուտինի հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։ Հարցազրույցում Լեհաստանի նախագահը պատմել է նաև, որ հաճախ զրուցում է Լեհաստանի առաջին մարշալ Յոզեֆ Պիլսուդսկու ոգու հետ, նշելով, թե նրանք խոսում են գրեթե ամեն օր։ Պիլսուդսկին պատմականորեն հայտնի է իր հակառուսական եւ հակասովետական հայացքներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ծայրահեղական համաշարժմանը 4 օր է տալիս Գազայի խաղաղության առաջարկին արձագանքելու համար։ ԱՄՆ նախագահը Սպիտակ տնից դուրս գալիս լրագրողներին ասել է, որ Իսրայելի եւ արաբական առաջորդները ընդունել են ծրագիրը եւ սպասում են Համասին։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հակասություն է տեսնում քննչական կոմիտեի նախագահի հայտարարության եւ դատարանի որոշման միջև, նա մասնավորապես նշել է. Մերձավանի սպանության դեպքով քննչական կոմիտեի նախագահը 2 օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար, կրկնում եմ, օժանդակելու համար, այլ ոչ թե հանցանք անմիջականորեն կատարելու։ Ողբերգական դեպքից անցել է 8 օր եւ ի հեճուկս քննչական կոմիտեի նախագահի հայտարարության Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար։ Ավելին, դատարանը առկա է համարել Նարեկ Օհանյանի կողմից սպանությունները անմիջականորեն կատարելու հիմնավոր կասկածը եւ կալանքի միջնորդությունը բավարարել նաեւ այդ հիմքով։ Այսպիսով, ըստ քննչական կոմիտեի նախագահի հայտարարության Նարեկ Օհանյանը միայն օժանդակող է, սակայն այս պահին նա կալանքի մեջ է գտնվում որպես հանցանքն անմիջականորեն կատարող, ինչպես, չգիտեմ, նշել է պաշտպանը։ ԱՄՆ-ն լիցքավորող ինքնաթիռներ է տեղափոխել Մերձավոր Արևելք հնարավոր հարձակման համար։ Սրա մասին հայտնում է Colonel Kessett Telegram-ալիքը։ Չի բացառվում, որ կարող է սպառնալիք հետապնդել կամ հարձակվել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների վրա, կամ էլ հութիների ստորգետնյա բազաների վրա լեռներում, որտեղ ընթանում է դրոնների եւ հիպերձայնային հրթիռների հավաքումը, նշվում է հրապարակման մեջ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վիճել են Ուկրաինայի պատճառով։ Սրա մասին հայտնում է Bloomberg-ը հղումանելով իրազեկ աղբյուրներին։ Մերցը քննադատել է ֆոն դեր Լեյենին ԵՄ-ում իշխանության կերկենտրոնացման ձգտման համար։ Նշվում է, որ Գերմանիայի կանցլերը ծրագրում է լիազորությունների մի մասը Բրյուսելից վերադարձնել ազգային մայրաքաղաքներ։ Քաղաքական գործիչների միջև հակամարտության հիմնական պատճառը ուկրաինական ճգնաժամն է եւ դրա կարգավորման մոտեցումները։ Նյութում ասվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր զինված ուժեր Կիև ուղարկելու եվրոպական երկրների համաձայնեցված ռազմավարության գոյության մասին։ Գերմանիայում հերքել են այդ տեղեկությունը, հայտարարելով, որ Բերլինը նման ծրագրեր չունի։ Լեհաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնի տարածքում, որը գտնվում է Պոդկարպատսկիե վոևոդության Նովադեբայում, բացվել է Ջոմսբորգ ուկրաինացի զինծառայողների համար նախատեսված ուսումնական ճամբարը, որը բացվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Նովադեբայում։ Ճամբարի բացման արարողությանը ներկա են Լեհաստանի, Նորվեգիայի եւ Էստոնիայի պաշտպանության նախարարներ Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը, Տորե Սանդվիկը եւ Հանո Պևկուրը։ Կոսինյակ Կամիշի խոսքով ճամբարը կարող է միաժամանակ մարզել մոտավորապես 1200 զինվորի Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով 2022 թվականից ի վեր Լեհաստանում մարզվել է ավելի քան 32000 ուկրաինացի զինծառայող։
Vizier ավիաընկերությունն առաջիկայում կդադարեցնի Երևան-Վիեննա ավիաչվերթները։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռոլան Տիշների խոսքով Վիեննայից իրականացվող չվերթերի դադարեցման որոշումը պայմանավորված է Վիեննայի օդանավակայանում հարկերի եւ ծառայությունների վճարների զգալի աճով, ինչի հետևանքով ընկերությունը փակելու էր բազան այդ քաղաքում։ Մարտ ամսից փուլային կարգով կդադարեցվեն Վիեննայից իրականացվող չվերթերը։ Ավելի ուշ կտեղեկացնենք, թե որ ուղղություններով կփոխարինվեն դրանք, ասել է Տիշները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է գնա ուկրաինական հակամարտության սրման, եթե ցանկանում է խաղաղության հասնել։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայում Եվրամիության խորհրդատվական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Ֆրեդերիկ Վեսլաուն։ Պոլիտիկո պարբերականի համար նյութում, եթե Թրամփը լրջորեն է տրամադրված հրադադարի հասնելու հարցում, ապա նա պետք է վերջապես պտտեցնի իր ընկույզները Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի փոխի Մոսկվայի մոտեցումը։ Պուտինին պետք է հասկացնել, որ նա ավելի շատ կշահի հրադադարից, քան ռազմական գործողությունների շարունակությունից։ Այսպիսով, սկսելով հակամարտության սրումը Թրամփը կկարողանա հասնել դրա դեէսկալացմանը, հայտարարել է նա։ Պաշտոնյայի խոսքով արևմուտքը կարող է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, խիստ սահմանափակումներ մտցնելով, այդ թվում ռուսական էներգառեսուրսների արտահանման նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ սահմանելով, ինչպես նաև Ռուսաստանի 300 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվների բռնագրավմամբ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի առաջին պաշտպանական գիծն է, ուստի նրա անդամ երկրները շարունակում են աջակցել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ռազմական դաշինքի պաշտոնական կայքում, ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա դա մեր պաշտպանության առաջին գիծն է։ Մենք օգնում ենք ուկրաինացիներին, քանզի դա վերաբերում է մեր արժեքներին եւ իհարկե մեր հավաքական անվտանգությանը, ուստի չափազանց կարեւոր է, որ նրանք շարունակեն պայքարել։ Այդ պատճառով մենք շարունակենք աջակցությունը, հայտարարել է գլխավոր քարտուղարը։ Ըստ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է այսպես կոչված դրոնների պատի ստեղծումն ապարզաբանել է դաշինքը չի կարող միլիոնավոր եվրո կամ դոլար ծախսել ԱԹՍ-ների ոչնչացման հրթիռների վրա, որոնց արժեքը կազմում է ընդամենը մի քանի հազար դոլար։ Էստոնիայի պաշտպանության ուժերը երկօրյա զորավարժություններ են անցկացնում Բալթյան Հանրապետության հարավարևելքում գտնվող Նուրսիպալու զորավարժարանում։ Զորավարժությունների ընթացքում էստոնական զորքերը կանցկացնեն մարտական կրակոցների վարժանքներ, օգտագործելով HIMARS բազմակի կրակային համակարգեր, Caesar ինքնագրած հրետանային միավորներ եւ 120 մմ ականանետներ։ Էստոնիայի պաշտպանության ուժերի խոսնակը նշել է. «Սա առաջին դեպքն է, երբ HIMARS եւ Caesar համակարգերը օգտագործվում են վարժարանում»։ Պաղեստինյան համարշարժումը հավանաբար չի կարողանա համաձայնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածում խաղաղ կարգավորման ծրագրի հետ, քանի որ մերժում է ամերիկացի առաջնորդի առաջարկներից առնվազն 2 կետ, հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչը։ Թրամփի ծրագիրը ծառայում է Իսրայելի շահերին եւ անտեսում է պաղեստինցի ժողովրդի կարիքները, ասել է Համասի խոսնակը։ Ըստ նրա, Համասը չի համաձայնի Թրամփի կողմից առաջ քաշված առնվազն 2 կետի։ Առաջինը Համասի աշխարհազորայինների զինաթափումը եւ երկրորդ Պաղեստինյան անկլավում օտարերկրյա զորքեր տեղակայելու առաջարկը։ Համասի խոսնակի խոսքով շարժումը օտարերկրյա զորքերի մուտքը Գազայի հատված դիտարկում է որպես Գազայի օկուպացիայի նոր ձև։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու որևէ միտում չկա եւ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան։ Մամուլում տեղ գտած հրապարակումները, որ ինչ որ միտում կա դա չհրապարակելու, սխալ է, սա ոչ թե հրապարակելու չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի մասին։ Այնուամենայնիվ զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, այլ հարց է թե ինչ ֆորմատով։ Եթե անգամ դա մտներ ազգային ժողովի լիագումար նիստ, միևնույն է լինելու էր փակ ֆորմատով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։ Նա չի բացառել, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, կարող են ընդդիմադիր պատգամավորները գնալ գաղտնիք բաժին եւ ծանոթանալ։ Սիմոնյանը նաեւ նշել է, որ ազգային ժողովի կանոնակարգում այս մասին հստակ է գրված եւ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սխալ է մեկնաբանել կանոնակարգ օրենքը, նշելով, որ Քոչարյանի հետ որևէ լարվածություն չկա, կա ուղղակի երկու տարբեր մեկնաբանությունների խնդիր։ 23 հաստատված գերիներ ունենք Բաքվում, բայց խոսվում է 80 անձի մասին, փաստեր կան։ Այս մասին այսօր պանելային քննարկման ժամանակ ասել է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրիանոս Սահակյանը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել, վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Սահակյանը նաև նշել է, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերահսկել
կկայացներ հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը, սակայն Հայաստանի կառավարության եւ Եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը եւ պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին։ Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում։ Ես շատ կարևորում եմ իմպիչմենտի գործընթացը, այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, կոչ անելով քաղաքացիներին իրենց ուժերի ներածին չափով աջակցել, որ այդ նախաձեռնությունն առաջ գնա։ Նկատել եք վերջին ամիսներին ես ինքս այդ գաղափարի ճատակովներից մեկն եմ, որովհետև իսկապես շատ իրատեսական եմ համարում եւ շատ կարեւորում եմ, որովհետեւ այս պահին գոնե ինքը օրինական ճանապարհով այս կառավարիչներին հեռացնելու միակ գործիքն է։ Այդ գործիք ես ինքս չգիտեմ։ Ամենայն դեպս նաեւ գործիք է, որը մինչ այսօր չէր փորձարկվել, ցավոք սերդի։ Ինքը վաղուց պետք է արդեն 2022 թվականից մենք գոնե առաջին իմպիչմենտի գործընթացը ունեցած լինեինք, բայց ցավոք սերդի չենք ունեցել։ Եվ այսօր նախ այդ լսումները իրականում շատ ողջունելի է եւ շատ ոգևորող էր, ինչ առումով, որ այնտեղ քաղաքական ներկայապնակը բավականին առատ էր։ Եվ ներկայացված էին տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական եւ հանրային գործիչներ, որոնք իսկապես կարող են ունենալ հստակ ներդրում երկիրը ազատագրելու գործում։ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը դարձել է Ուրարտու բասկետբոլային ակումբի նախագահ, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով եւ մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա-լիգայի առաջնությանը։ Ակումբի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին։ Հոկտեմբերի 1-ի առավոտյան Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը հատուկ տեխնիկայով սկսել է ապամոնտաժել հայտնի գնուն ու շինանյութերի շուկայի վաճառքի տաղավարները։ Շուկայի աշխատակիցները փորձել են դիմադրել, սակայն ոստիկանությունը մեծ թվով իրավապահներ, այդ թվում կարմիր բերետավորներ է կուտակել գործողությունների վայրում։ Բաքվում կայացել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը։ Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը նիստի արձանագրության հետ կապված տեղեկատվություն է խնդրել դատարանից։ Դատավորն ի պատասխան առաջարկել է նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։ Բաքուն նաև կրկին ներկայացրել է այսպես կոչված իբրև թե տուժածներին։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։ Reuters-ի տեղեկացմամբ Թալիբանի վարչակազմը կարգադրել է անջատել բջջային եւ ինտերնետային ծառայությունները ողջ Աֆղանստանում։ Արդյունքում խափանվել են ավիաչվերթները, բանկային եւ առողջապահական համակարգերը։ Կապի բացակայությունը գրեթե լիովին կտրել է երկիրը արտաքին աշխարհից։ ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ վերականգնել կապը, հայտարարելով, որ նման քայլը վնասում է աֆղան ժողովրդի կյանքին, հատկապես երկրաշարժից տուժած շրջաններին եւ միլիոնավոր վերադարձած փախստականներին։ Կաբուլի արժույթային շուկան շարունակում է գործել նախորդ օրվա փոխարժեքներով, իսկ բանկերի աշխատանքը խափանվել է։ Կապի դադարեցումը սկսվել է փուլերով եւ հասել է նույնիսկ հեռախոսային ծառայություններին։ Ըստ Տոլո Նյուզի բջջային ցանցերում դադարեցվել են 3G եւ 4G ծառայությունները, թողնելով միայն 2G ստանդարտը։ ՄԱԿ-ի գործակալությունները նշել են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց առաջնագծի աշխատակիցների հետ, ինչը մեծացնում է հումանիտար ճգնաժամը երկրում։ Մոլդովայի խորհրդարանի ընդդիմադիր падգամավոր Մարինա Տաուբերը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման, մեղադրվելով քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման մեջ, հայտնում է ՏԱՍ-ը։ Դատավճիռը դարձել է վերջին ամիսների ամենակննարկվող քաղաքական դեպքերից մեկը երկրում, առաջացնելով սուրբանավեճեր ընդդիմության եւ իշխանությունների միջև։ Երևանում ապրելը թանկացել է, թե էժանացել։ Եվրամեդիա 24-ը հարցում է իրականացրել հասկանալու քաղաքացիների կարծիքը այս հարցի շուրջ։ Թանկացել է ամեն ինչը։ Թանկացել է։ դե շատ դժվար է։ Դժվար է։ Դե ամենակնհայտը տրանսպորտը, որ թանկացել է եւ մթերքներն էլ, հագուստն էլ ամեն ինչն էլ թանկացել է վերջին շրջանում։ Չէ, շատ է թանկացել նմանավանդ համեմատելով ուրիշ երկրների հետ։
Տենց բավականի թանկ ամեն ինչ դարել։ Ջան, ես ստեղից չեմ կարող ասեմ այդքան բանը, բայց թանկացել է երևի։ Չեմ կարող ասեմ։ Ես մի շաբաթ որ ստեղը։ Բնականաբար թանկացել, ինֆլյացիայի պայմաններում անհնար է այդ։ Ոյ աման, ումել եկակ հարցրիք։ Չէ, դե вообще-то հա, թանկացել է, իհարկե, ամեն ինչ թանկացել է։ Սարսափելի է դարել։ Սարսափել է դարել, ուղղակի արդեն այս Երևանը միջին խավից ցածր մարդկանց տեղը չի։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ալփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Շեյխ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։ Քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Լենտարուին տված հարցազրույցում նշել է, որ Կիևի հիմնական նպատակն է որևէ ձևով ՆԱՏՕ-ին ներգրավել Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ, փորձելով փոխել իրավիճակը հատուկ ռազմական գործողության գոտում, որտեղ 2023-ի հոկտեմբերից շարունակվում է ռուսական առաջխաղացումը։ Ասաֆովի խոսքով Ուկրաինայի ռազմական եւ քաղաքական ղեկավարության թույլ տված տակտիկական ու ռազմավարական սխալները միայն խորացնում են ճգնաժամը, իսկ անձնակազմի զենքի եւ մոտիվացված մարտիկների պակասը դրդում է Կիևին գնալ սադրանքների ու խելացի քայլերի արևմուտքը հակամարտության մեջ ներքաշելու համար։ Նա կանխատեսում է, որ Ուկրաինան կշարունակի փորձել օգտագործել նման մեթոդներ, ցկտելով ստանալ միջազգային աջակցություն եւ փոխել ռազմաճակատում ստեղծված անբարենպաստ իրավիճակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրին եւ կոչ է արել իրականացնել այն։ ՄԱԿ-ը շարունակում է անսասան մնալ իր հանձնառության մեջ, աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են Պաղեստինի, Իսրայելի եւ տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղությանը, կայունությանը եւ պայծառ ապագային, հայտնել է գլխավոր քարտուղարը։ Վերջինս նաեւ բարձր է գնահատել արաբական եւ մուսուլմանական պետությունների կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության եւ հրադադարի հաստատման գործում։ Ֆրանսիան եւ մի շարք այլ ԵՄ անդամ պետություններ մտահոգված են Կիևին վարկեր տրամադրելու համար սառեցված ռուսական ակտիվները օգտագործելու Եվրահանձնաժողովի առաջարկած ծրագիրը կմեծացնի նրանց պետական պարտքը, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը։ Փարիզը եւ պարտքերով ծանրաբեռնված մյուս մայրաքաղաքները զգուշանում են Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործումը հաստատելուց, նշվում է հրատարակության մեջ։ Ինչպես բացատրել է թերթը, Եվրոպական հանձնաժողովի առաջարկած ծրագիրը կպահանջի մասնակից երկրներից, այդ թվում մեծ պետական պարտք ունեցող երկրներից, ինչպիսին է Ֆրանսիան, սուվերեն երաշխիքներ։ Անանուն ֆրանսիացի դիվանագետի խոսքով Փարիզը ցանկանում է ապահովել, որ ծրագիրը չդառնա բեռ այն երկրների պետական բյուջեների վրա, որոնք պարտավոր են տրամադրել երաշխիքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, դեռևս սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպմանը։ Մենք ունենք մեկ հակամարտություն, որը պետք է լուծենք եւ մենք պետք է այն լուծենք նախագահ Պուտինի եւ Զելենսկու հետ։ Մենք պետք է նրանց միավորենք եւ ավարտենք պատերազմը, ասել է ԱՄՆ նախագահը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոշտ արձագանքեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքերին այն մասին, թե արևմուտքը փաստացի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Պարոն Տուսկ, կարող եք մտածել, որ պատերազմի վիճակում եք Ռուսաստանի հետ, բայց Հունգարիան ոչ։ Եվ ոչ էլ Եվրոպական միությունը, դուք վտանգավոր խաղ եք խաղում միլիոնավոր եվրոպացիների կյանքի եւ անվտանգության հետ։ Սա շատ վատ է, գրել է Օրբանը։ Ավելի վաղ Տուսկը հայտարարել է, որ արևմուտքը պետք է գիտակցի Ռուսաստանի հետ պատերազմը արդեն իրականություն է, թեկուզ նոր ձևաչափով եւ չցանկացած, բայց այն արդեն ընթանում է։ ՄԱԿ-ն արդեն սկսում է պլանավորել իր մարդասիրական օգնության ջանքերը Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի լույսի ներքո։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ Ամերիկացի առաջնորդի առաջարկած ծրագրի համաձայն անկլավի բնակիչներին օգնությունը կբաշխվի ՄԱԿ-ի եւ հակամարտության կողմերի հետ կապ չունեցող այլ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Մենք պետք է տեսնենք, թե արդյոք այս համաձայնագիրը կընդունվի կողմերի կողմից, բայց սկսում ենք պլանավորումը եւ կապի մեջ կլինենք երկու կողմերի հետ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ այլոց հետ, ասել է նա։ ՄԱԿ-ը ողջունել է ամերիկացի առաջնորդի ծրագիրը եւ ընդգծել դրա իրականացմանը բոլոր կողմերի հանձնառության կարեւորությունը։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Ջալալ Հարությունյանը կազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը, որով վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի եւ նրա պաշտպան Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել է։ Բողոքապերը խնդրել է բեկանել Առաջինատյանի դատարանի 2025 թվականի հունվարի 15-ի մեղադրական վերդիկտը, 2025 թվականի փետրվարի 7-ի դատավճիռը եւ այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունիսի 18-ի որոշումը կայացնելով արդարացման դատական ակտ կամ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը եւ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան, նոր քննության սահմանելով նոր քննության ծավալը։ Նշենք, որ դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի ուղությամբ Ջուվարլու կոչվող բնակավայրի մոտակայքում ցորի զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջափակման մեջ եւ սպանվել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը եւ կոչ է արել Պաղեստինյան համաշարժմանը ընդունել այն։ Լրագրողներին հայտարարել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կորնելյուսը։ Գերմանիայի կանցլերը ողջունեց նախագահ Թրամփի կողմից երեկ ներկայացված Գազայի խաղաղության ծրագիրը։ Այդ ծրագիրը լավագույն հնարավորությունն է դադարեցնելու 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ընթացող պատերազմը։ Իսրայելի կողմից այս ծրագրին աջակցությունը նշանակալի քայլ է դեպի առաջ։ Հիմա Համասը պետք է համաձայնվի եւ մաքրի խաղաղության ճանապարհը, ասել է Կորնելյուսը։ Չնայած Միացյալ Նահանգների եւ Եվրամիության Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի աջակցությանը, Կիևը չի խուսափել ճակատում անհաջողություններից։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալ Մարկ Քիմիթը, հայտնում է Wall Street Journal-ը։ Պատասխանատվությունն ընկնում է արևմտյան առաջնորդների վրա, որոնք չեն ցանկանում թույլ տալ Ուկրաինային ամբողջ ուժով օգտագործել այդ զենքը։ Զենքի կիրառման հեռահարության եւ թիրախների սահմանափակումները պետք է լինեն Զելենսկու եւ նրա ռազմական ղեկավարության ընտրությունը, այլ ոչ թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում ռիսկի հակված բյուրոկրատների, նշել է Քիմիթը։ Վերջինիս խոսքով քաղաքական որոշումներն ու արևմուտքի զգուշավորությունը զգալիորեն սահմանափակում են Կիևը, ինչպես նաև ստիպում են ուկրաինական ղեկավարությանը օգտագործել ակտիվ պաշտպանության ռազմավարությունը։ Գազայի հատվածի ողջ բնակչությունը կարող է սովի մեջ հայտնվել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, եթե անկլավի սննդի մատակարարումները կտրուկ չավելանան։ Կանադական CBS հեռուստալիքի եթերում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն։ Ինչպես նախկինում հաստատել էր ՄԱԿ-ը, Գազայի հատվածի բնակչության միայն մի մասն էր տառապում սովից, բայց եթե իրավիճակը շարունակվի եւս մի քանի շաբաթ, անկլավի ողջ բնակչությունը կհայտնվի սովի մեջ, նշել է նա։ Սկաուի խոսքով ներկայում օրական Գազայի հատված է մտնում սնունդ տեղափոխող մոտ 100 բեռնատար։ Դա կաթիլ է օվկիանոսում, հաշվի առնելով, որ խոսքը 2.2 միլիոն մարդու մասին է։ Մենք պետք է զգալիորեն ավելացնենք օգնության մատակարարումները այս սովը հաղթահարելու համար, ինչպես դա արեցինք փետրվար եւ մարտ ամիսներին հրադադարի ժամանակ, երբ օրական միջինում 600-ից 700 բեռնատար սնունդ էինք մատակարարում, հավելել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայում սով չկա։ Մենք ունենք պատերազմի ընթացքում, այդ թվում վերջին ժամանակներում ձեռք բերված հազարավոր լուսանկարներ, այնտեղ դուք չեք տեսնի գեթ 1 հյուծված մարդ։ Հունգարիա վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Ուկրաինան թալանելու արևմուտքի իմպերիալիստական մտադրությունների մասին։ Արևմուտքը խոսում է Ուկրաինայի պաշտպանության մասին, բայց իրականում դա իմպերիալիստական պայքար է հողի ռեսուրսների եւ փողի համար։ Դժբախտ ուկրաինացի ժողովուրդը ենթարկվում է թալանի, իսկ նրանք, ովքեր պատերազմ հրահրողները, շահագործում են պաշտպանության անվան տակ, հավասարացրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Իսրայելցի զինվորականները մտել են Սիրիայի հարավում գտնվող Դարաս նահանգ, հայտնել է սիրիական Ալ-Իբխարիա հեռուստաալիքը, դրա խոսքով առավոտյան իսրայելցիները նկատել են Դարայի արևմտյան մասում գտնվող Աբդին գյուղի զայրամասում։ Այնուհետև ըստ հեռուստաալիքի իսրայելական զորքերը հասել են Էլ-Արեդի տարածք եւ այնտեղ հսկիչ կետ են տեղադրել։ Նախորդ օրը, ինչպես հաղորդել է Սիրիայի ռուսանկերությունը, իսրայելական բանակի պարեկան խումբը ներխուժել է Արաբական Հանրապետության հարավում գտնվող Էլ-Կունեյտրա նահանգ եւ մաքրման գործողություններ իրականացրել Էլ-Մուալաքա գյուղում։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, վերջերս իսրայելական ուժերը հաճախակի են ներխուժում Սիրիայի տարածք ձերբակալում տեղի բնակիչներին եւ խուզարկություններ անցկացնում նրանց տներում։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին հնարավոր է անձրև, հոկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաեւ մառախուղ։ Հոկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ապրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին եւ 2-ին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով։ Հոկտեմբերի 3-ից 5-ին նույնքան կբարձրանա։